Հայաստանը մնացել է Եվրասիայում, ցավոք սրտի, ոչ միտեղ չի փոխվել, իրան դիրք որոշումը չի փոխվել։ Մենք չեք կարողացել ընտրեք ուրիշ ճանապարհ Նիկոլ Փաշինյանը չի ընտրել, մենք դրա մասին ինչքան հիշում եմ խոսացել ենք, որ դա տեղի չի ունենալու։ Տրամպի կողմից ստեղծված խաղաղության խորհուրդը դա ուրիշ ֆորմատ է, եւ այդ ֆորմատի շուրջ խոսալ լուրջ պետք է լուրջ խոսել, բայց ուրիշ մոտեցմամբ դա ոչ թե Միացյալ Նահանգների, բայց Տրամպի նախաձեռնությունն է եւ այդ կառույցը ստեղծված է զուտ Տրամպի համար եւ կառույցում հիմնական մոտեցումը դա փաստորեն ինչ որ ֆինանսական միջոցների կուտակումն է եւ այդ խորհուրդը ձևավորված է եւ լրիվ Տրամպի վերահսկողության տակ է, նախագահի վերահսկողության տակ է, որը հավաքում իր արձեկին ողջ իշխանությունը, աչինք իշխանությունը, հա, եւ ֆինանսական միջոցները եւ ինքն է որոշում, ոնց են ծախսվելու այդ գումարները, ոնց է դա տեղի ունենալու, դա մի խոսքով Տրամպի ձեռքի տակ բացարձակ իշխանության տակ սարքված մի խորհուրդ է։ Եվ այդ երկրները, որոնք այդ խորհրդում են, արդյոք կախվածության մեջ չեն հայտնվել Տրամփից։ Չէ, իրանք ուղղակի Տրամփից գումար են տալիս ճակետներում եւ Տրամփից դիստանցիա են վերցնում կամ փորձել են Տրամփին խաղացնել։ Ինձ համար ուղղակի անհասկանալի է ինչ ունի այդտեղ Հայաստանը, որովհետեւ այդ խորհրդում գտնվում է Ռուսաստանը, պիտի մտնի Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը երկար մտածելուց հետո ստիպված էր Նետանյահուն մտնել, ուրիշ վարիանտ չի ունեցել։ Դες այնտեղ երկրներ են, որոնք իմ ժողովրդի ազգի դեմ գործել են ցեղասպանություն։ Այնտեղ Իսրայելն է, որը Հայաստանում, Արցախում ոչ թե անմիջապես մասնակցել է ցեղասպանության, բայց Գազայում անմիջապես ցեղասպանություն է գործում։ Եվ ագրեսիվ ավտորիտար ավելի շուտ երկրներ են հավաքվել։ Ինձ համար անհասկանալի է այնտեղ Հայաստանը ինչ ունի։ Ես չեմ կարողանում գտնել պատասխան, բացի նրանից, որ այսօր Հայաստանը անձնական կախված է Տրամպից եւ երևի վարչապետը չկարողացավ ասել ոչ Տրամպին պահպանելով իր իշխանությունը, որովհետև ուրիշ լուծում, ես այստեղ տեսնում եմ միայն Հայաստանի կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու ցանկությունը, Տրամպի աչքերին լավ երևա, Պուտինի աչքերին լավ երևա, որովհետև այդ նստած են Պուտինը եւ Տրամպը, Էրդողանը, մեծ տղաներ, մեծ անձնավորություններ, ավտորիտար, որոնք հա, Պակիստանն անստած միջուկային զենք ունեցող Սաուդյան Արաբիա եւ Հայաստան։ Այդ ֆորմատը չի համապատասխանում ոչ մեր մշակույթին, ոչ մեր տեղին, դա մեր ակումբը չի եւ հույս ունեմ դա հետևանքներ չի ունենալու։ Կան երկրներ, որոնք սեղանի շուրջ են, կան երկրներ, որոնք սեղանի վրա են, մենյուի մեջ են։ Այսինքն այդ սեղանի շուրջ նստածները դրա գիշատիչներ են փաստորեն, որոնք պետք է ուտեն, եթե մենյու է, մենյուն ինչի համար է։ Բայց քով ասել Հայաստանի, որ մենք սեղանի շուրջ ենք, սեղանի վրա չենք։ Դե հենց հիմա հաջորդ հարցս էլ դա էր։ Մենք հիմա սեղանի շուրջն ենք այնուամենայնիվ հայտնվել, թե սեղանի վրա ենք դեռևս մնացել։ Գայանե մենք որպես երկիր ներեցեք երկրորդ Արցախյան արշավի ժամանակ պարտվել ենք։ Մենք պարտված երկիր ենք, որի առաջնորդը թույլ առաջնորդ է։ Սեղանի շուրջ հավաքվել են առաջնորդներ, որոնք ավտորիտար են եւ ուժեղ են։ Հավաքվել են նրանք, որոնք սիրում են եւ ընդունում են միայն ուժը, եւ Տրամպը, եւ Էրդողանը, եւ Պուտինը ճանաչում են միայն ուժը, եւ Պակիստանը, բոլորը։ Ալիևը նույնպես։ Ալիևը ճիշտ է, փոքր է, բայց առաջնորդների, ավտորիտար առաջնորդների հաղթողների ակումբ է։ Հայաստանը չի հաղթել։ Նիկոլ Փաշինյանը որպես առաջնորդ, որպես անձնավորություն, հոգեբանական թույլ է։ Ինքը չի կարող այդ սեղանի շուրջ նստած լինի։ Բայց փաստացի նստել է պարոն Արսենյան։ Ինքը ուղղակի չի կարողացել ոչ եւ մտել է այդ ակումբի մեջ եւ կլինի սեղանի վրա։ Եվ ես պիտի մտածեմ ոնց անել, որ Հայաստանը չմտնի, չլինի սեղանի վրա։ Նիկոլ Փաշինյանը լուծելով իր անձնական խնդիրները ինձ համար, իմ հասարակության համար ստեղծել է ուրիշ խնդիրներ։ Հայկական խնդիրները քերիկ չեն, մենք պիտի մտածենք մտնելով այդ խորհուրդ, մենք ինչ խնդիրներ ենք մեզ համար առաջացնելու։
պարտավորվածություն է արդեն զգում Ալիևը կատարել այն, ինչ թելադրում է ուրեմն Թրամփը եւ վաղնել Հայաստանն է լինելու այդ կամակատարը։ Դե առաջինը այն, որ Ադրբեջանի տարածքը օգտագործում է օպերացիաների համար Իրանի դեմ, դե պոլիշինելի գաղտնիքն է, դրա մասին բոլորը գիտեն, դե ֆակտո այդպես է, դե ֆակտո այդ ամեն ինչը գիտեն, դրա համար այստեղ որևէ նորություն չկա։ Ադրբեջանը ես որպես օրինակ բերեցի, Հայաստանն է ինձ ավելի շատ անհանգստացնում։ Ադրբեջանը օգտագործվել է եւ կօգտագործվի։ Եվ կօգտվարձի եւ Միացյալ Նահանգների կողմից եւ Իսրայելի կողմից։ Իսրայելի արտգործնախարարը իդեպ Հա, Իսրայելը Ադրբեջանի տարածքը օգտագործվել է եւ այստեղ որևէ նորություն չկա։ Արդյոք Ադրբեջանը կփորձի դրա դեմ ինչ որ պրեֆերենցիաներ ստանալ Միացյալ Նահանգներից Իսրայելից, կարող է ստացվի, կարող է չստացվի։ Պետք է նայենք։ Հայաստանը պիտի կարողանա ասել ոչ այն քաղաքականության եւ վտանգի տակ է դնվում իր ապագան, որտեղ մենք Ադրբեջանի նման մեջքից ոչ Իսրայել, ոչ Միացյալ Նահանգներ չունենք, որ կարողանանք այդպես հրապարակորեն կանգնել, ասենք Միացյալ Նահանգների կողքին։ Դրա համար ես կընդունեի, որ Հայաստանը մնա չեզոք այս կոնֆլիկտում, որը Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները շարունակում են Իրանի դեմ, մենք իրավունք չունենք այստեղ ինչ որ կողմի կանգնել։ Հայաստանը այդքան ուժեղ չի, որ կարողանա կամ Իրանի կողմին, կամ Միացյալ Նահանգների կողմին։ Մենք պիտի չեզոք մնանք։ Այն, որ մենք մտել ենք այդ խորհրդի մեջ, լավ հետևանքներ չի կարող ունենալ, բայց հուսում եմ, որ վատագույնը չի ունենալ տեղից։ Իրանի դեմ պատրաստվող եւ տանվող պատերազմում մենք պիտի մնանք չեզոք։ Մենք այդ ճոխությունը եւ իրավունք չունենք միանալ այդ process-ներին եւ պետք չի միանալ Հայաստանի հայ ազգի ազգային շահերը շահերից ելներով մենք պիտի մնանք չեզոք։ Իմ հարցը հենց դրան էր վերաբերում։ Դուք ասում եք պետք է մնալ չեզոք, այո, տեսականորեն այո, գործնականորեն Փաշինյանը կարողանալու է ասել ոչ Թրամփին, եթե նման պահանջ ներկայացնում։ Ցավոք սրտի Փաշինյանը չի կարող ասել ոչ առաջնորդներին, ոչ Պուտինին կարող ասել ոչ Թրամփին կարողանում ասել ոչ։ Այսինքն վտանգ կա այդտեղ։ Վտանգ կա եւ անկախատեսելի վիճակ է, ես չգիտեմ Փաշինյանը ինչ որոշում կարող է ընդունել, բայց որ Փաշինյանը նորից եմ կրկնում թույլ է եւ ավտորիտար առաջնորդներին խոսքին ուժային կենտրոններին կարող է ասել ոչ, ես չեմ պատկերացնում։ Այսօր մենք արդեն իրավունք չունենք Միացյալ Նահանգները եւ Եվրոպան միացնել մի ճամբարի մեջ արևմուտք կանոնից տակ եւ քաղաքականությունը Միացյալ Նահանգների ուղղությամբ եւ Եվրոպայի համընկնել եւ ասել դա ուղղությունները նույնն են։ Այդպես չի։ Հայաստանը կանգնած ալնելու ընտրությունների արժեվ Միացյալ Նահանգների հետ թե Եվրոպայի հետ, ցավոք սրտի։ Այսօր մենք Եվրոպայի հետ չենք, որտեղ այդ նույն խաղաղության խորհրդի մեջ Եվրոպան չի մտել, հասկանալու դա ինչ է։ Մնացելակը։ Այդ առաջինը։ Երկրորդը այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ճիշտ է, այսօր Եվրոպան չի կարող իր պաշտպանի առանց Միացյալ Նահանգների, որովհետև այդպես էր կառուցված ՆԱՏՕ-ն, այդտեղ Միացյալ Նահանգները ունեին գորիզային դեր եւ ազդեցություն եւ մի օրում դա դու չես կարող փոխել։ Պետք չմոռանալ, որ ամեն ինչը Թրամփը եկել իշխանության ընդամենը մի տարի առաջ եւ Եվրոպան հիմա է բացահայտում իր համար, որ Միացյալ Նահանգները արդեն վստահելի դաշնակից չեն։ Պետք է ժամանակ, անվտանգության կառույցները, համակարգերը երկար ժամանակ են պահանջում կառուցելու համար։ Դրա համար Եվրոպան պիտի լուծի այդ խնդրը։ Այսօր Եվրոպան ի վիճակի չէ։ Բայց ապագայում Եվրոպան պարտավոր է այդ խնդիրը լուծել, որտեղ Միացյալ Նահանգները պարզ հստակ հասկացրել են, որ իրանք հեռանում են եվրոպական անվտանգության համակարգից։ Եվ եթե դու ուզում ես գոյատևել, շարունակես զարգանալ, դու պիտի լուծես այդ խնդրը։ Եվրոպան այդ հարցը կարող է դնել եւ կարող է անշուշտ լուծել, որտեղ Եվրոպայի երկրների ընդհանուր ներուժը, տնտեսական ներուժը, քաղաքական ներուժը շատ քիչ է, փոքր է Միացյալ Նահանգներից։ Մնացածներից ավելի մեծ է։ Այդ ներուժը, այդ հնարավորությունը Եվրոպան ունի։
Բայց այստեղ Եվրոպան պիտի լուծի մի լուրջ խնդրեմ, որովհետև անվտանգության համակարգը, որը կառուցված է նորից կրկնեմ, կոնտրոլված է ամերիկանակենտրոն։ Եվ դու հիմա այսօր պիտի սկսես կառուցել եվրոպական անվտանգությունը, որտեղ չկա Միացյալ Նահանգներ։ Եվ դա պարտադրում է կառուցել կենտրոն, որտեղ դու սկսելու ես դնել եւ լուծել անվտանգության պաշտպանության խնդիրները, որտեղ Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ն ընդհանրապես իրանց կառուցվածքով պատրաստված չեն Եվրոպական միության մասին խոսենք առաջին։ Եվրոպական միությունը դա շուկա է։ Ինքը չէր կառուցված այնպես, որ ինքը պետք է լուծի անվտանգության խնդիրները։ Երբ պիտի որոշումները շուտ ընդունես, ոչ թե երկար դիսկուսիաների ընթացքում, այդ հնարավորությունները, այդ պրոցեդուրաները, պրոտոկոլները, կենտրոնները ոնց է Եվրոպան արագ ընդունելու որոշումներ անվտանգության ոլորտում չակետները մի ժամում, մի օրում, ոչ թե երկար 32 երկրների մեջ այդ կամակարգը Եվրոպան պիտի սկսի կառուցել։ Նման համակարգ պիտի կառուցես։ Արդյոք այդ կարող լինի փոխակերպված ՆԱՏՕ-ի կառույցը, եւ ՆԱՏՕ-ի համակարգը փոխակերպվում է եւ դառնում է ՆԱՏՕ առանց Միացյալ Նահանգների։ Թե Եվրոպան պիտի նորը կառուցի, այդ հարցն է, որին պիտի պատասխանի Եվրոպական միությունը, եվրոպական երկրները։ Ես այսօր պատասխան չունեմ, երկու լուծումներ է կարող լինել։ Եվ երրորդը, այո, դա անմիջապես ռազմական եւ գոյատևական սպառնալիք է ռազմական Եվրոպայի համար։ Բայց եթե վերցնում ենք ժամանակը, Եվրոպան ժամանակ ունի, որովհետև անմիջական սպառնալիք է Ռուսաստանն է Եվրոպայի համար ներկայացնում, բայց այսօր Ռուսաստանը այն վիճակում չէ, որ Եվրոպայի դեմ կռվի։ Ռուսաստանը չկարողացավ Ուկրաինան վերցնել, Ռուսաստանի ռազմական մեքենան 4 տարվա պատերազմի 5-րդ տարին ասկսում պատերազմի կարողացել է Ուկրաինայի ընդամենը 20% վերցնել։ Դրա համար Եվրոպան ունի ժամանակ, բայց արդյոք եվրոպական երկրները ընդունակ են գալ համաձայնության եւ որոշում ընդունել, որ իրանք սկսում են կառուցել եվրոպական պաշտպանության այդպես համակարգ եւ կենտրոն եւ դրանով դառնում են աշխարհաքաղաքական առանձին դերակատար, թե Եվրոպան շարունակում է այսպես ապրել հույսը դնելով Աստծո վրա, ուրիշների վրա, ես այդ պատասխանը չունեմ, բայց եթե Եվրոպան ընտրի երկրորդ ճանապարհը, Հայաստանի օրը բավականին դժվար է, եթե Եվրոպա ընդունի որոշում, որ իրանք դառնում են դերակատար, աշխարհաքաղաքական դերակատար եւ ընդհանուր աշխարհակարգում տեղ են զբաղեցնում որպես երկրորդ հզորության Միացյալ Նահանգների Չինաստանի հավասար ուժային կենտրոն, համաշխարհային կենտրոն, այդ ժամանակ Հայաստանը ստանում է ավելի լավ լուծումներ։ Բայց դա նորից պարտադրելու է, որ ասել եմ 2 ամիս առաջ, 2 տարի առաջ, դա պարտադրելու է Հայաստանի ընդունել որոշում, որ եվրասիական լուծումներից դուրս են գալիս։